Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդական թեւ հասարակական կազմակերպության նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանը։ Ողջույն Նժդե, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք Ազատության հրապարակում մարտի 29-ի հանրահավաքից։ Ներկայացրել է կառավարությանը պահանջագիր, ստացել միայն սոցիալական հարցերին վերաբերող պատասխան, այնուհետև հյուրընկալվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Ինչ փուլում է ընդհանուր գործընթացը եւ լայն համախմբումը, որից հետո հայտարարել եք, ինչ տվեց ընդհանուր արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն մարտի 29-ի հավաքը եւս մեկ անգամ փաստեց, որ մինչ օրս գործող ծրագրերը տապալված են, քանի որ այս պահի դրությամբ ունենք 600-ից ավելի քաղաքացիներ, ովքեր ստացել են հավաստագրեր, սերտիֆիկատներ, որոնց մոտ 10%-ն են կարողացել իրացնել։ Սա այն ցուցիչն է, որ ծրագրերը չեն գործում։ Մինչ այդ էլ մենք ներկայացրել ենք բոլոր խնդիրները, հունվարի մեր առաջարկություններն ենք ներկայացրել փոխվարչապետի գրասենյակին, հիմնավորումներն ենք տվել բոլոր խնդիրների, որ ապրիլի 1-ից մեր հայրենակիցները հայտնվելու են դժվար կացության մեջ։ Մարտի 29-ի հավաքից հետո ուրեմն հանդիպում ենք ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, բոլոր խնդիրները ներկայացրել ենք իրենք պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու։ Մենք ներկայացրել ենք, որ պետք է այժմ բոլոր այդ ծրագրերը ողջամիտ ժամանակով երկարաձգել, մենք պատրաստակամություն ենք միևնույն ժամանակ հայտնել կամավորության սկզբունքով իրենց հետ աշխատելու, բոլոր խնդիրները համատեղ լուծելու։ Ցավոք սրտի մինչ օրս չեմ կարող նշել, որ շոշափելի արդյունքներ ունենք։ Վերջին հանդիպման ժամանակ նրանք առաջարկել են հետևյալը, եթե վրանը մենք ապամոնտաժում ենք, նրանք պատրաստ են փորձագիտական խմբերով իրենց հետ աշխատելու, բայց մենք ներկայացրել ենք, որ դա այն հարթակն է, որտեղ մեր քաղաքացիների հետ հանդիպումներ ենք ունենում, լսում ենք իրենց մտահոգություններն ու ինչպես նաև առաջարկությունները եւ ներկայացնում են կառավարությանը, չի կարող վրանը խանգարել, այսպես ասած։ Նրանց կողմից եղել է պատասխանն այն, որ փորձագիտական խմբերը չեն աշխատելու այնքան ժամանակ, ինչքան վրանը կլինի Ազատության հրապարակում։ Այսինքն գործընթացը հապաղում է բացառապես վրանի պատճառով, ում է խանգարում վրանը։ Ցավոք սրտի, այո, այժմ հայտնվել ենք փակուղու մեջ, առաջիկա օրերին խորհուրդը հանդես է գալու հայտարարությամբ, որից հետո գնալու են գործողությունների, հստակ գործողությունների։ Այ պայմանական եմ ասում։ Վրանը հավաքեցիք, փորձագիտական խմբեր ձևավորեցիք, սկսեցիք աշխատել։ Դուք տեսնում եք երաշխիք, պատրաստակամություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները պատրաստակամ են վերանայել այդ ծրագրերը, թե առաջարկեցիք փոփոխություններ, քննարկեցին, մերժեցին։ Ցավոք սրտի երաշխիքներ չունենք, մենք այդ հարցադրմամբ դիմել ենք իրենց, որ վրանը հանելուց հետո ինչ է սպասվում մեզ, քանի որ մենք այդ վրանը դրել ենք մեր քաղաքացիների հետ միասին եւ հանելու ենք նրանց ներկայացնելուց հետո, որ ունենք այս արդյունքները, սիրելի հայրենակիցներ, որից հետո նպատակահարմար են գտնում մեր հետագա գործունեությունը ծավալել գրասենյակում, բայց իրենց կողմից հստակ պատասխան չկա, ներկայացրել ենք, որ 1 ամիս է գրեթե մենք այնտեղ ենք եւ մեր խնդիրները բոլորը բարձրաձայնել ենք, իրենց կողմից խնդիրների լուծման, այսպես ասած, հստակ գործողություններ չեն եղել, առաջիկա խնդիրներից է եղել քաղաքացիության հետ կապված խնդիրը, միևնույն ժամանակ ներկայացրել ենք բնակարանային ծրագրի բարելավման կարիք ունի։ Բոլոր հարցերին ի պատասխան նրանք պնդում են, որ պատրաստ են քննարկման, բայց ապրիլի 1-ից գիտենք, որ գործում է մեկ այլ ծրագիր, որը որ փաստացի խթանելու է, նպաստելու է, որ մեր հայրենակիցները արտագաղթեն կամ հայտնվեն փողոցում։ Ինչպես են արձագանքում հիմնավորումներին։ Առհասարակ պատրաստ են ինչը քննարկել եւ ինչը վերանայել։ Գոնե առանձին շփումներում կա խոստովանում են, որ այո, համաձայն ենք այս ծրագիրը չի վայելում համասայականություն, չի արտացոլում իրական պատկերը։ Զարմանալին այն է, որ նրանք իրենց խոսքում ընդունում են, որ ծրագրերը չի գործում, բայց միևնույն ժամանակ
նշում են, որ կառավարության կողմից ընդունված որոշումները բեկանման չեղարկման ենթակա չեն, նրանք ընդունում են, որ բնակարանային ծրագիրը բարելավման կարիք ունի, բայց 40+10-ին այդ ծրագրին վերադարձ չի լինելու։ Մենք առաջարկել ենք հասկանալու, քննարկելու իրենց հետ միասին ինչն է պատճառը, որ այսպիսի ծրագրեր են ընդունում, պնդել են, որ ինչու պետք է 400,000 կամ 500,000 գումար ստացող ընտանիքները օգտվեն այս նկատի ունեք աշխատավարձ ստացող։ Այո, գումար ստացող ընտանիքները եւս օգտվեն բնակարանային աջակցության ծրագրերից։ Մենք երկու ձեռքով կողմ ենք արտահայտվել, պեկից ունեն բոլոր եկամուտները, նրանք կարող են պարզ մեխանիզմ մշակել, որ ընտանիքը պայմանական 400,000 գումար ստացող ընտանիքները կարող են չօգտվել այդ ծրագրերից։ Բայց երբ որ մենք պնդում ենք, որ տվյալ ընտանիքները, ովքեր շահառու են բնակարանային ծրագրի 26 թվականին եւ փաստացի ապրիլի 1-ից գործելու է այլ ծրագիր եւ այդ մարդիկ չեն կարողանալու իրենց բնակարանային վարձը լուծել, խնդրի առաջ են կանգնում, իրենք ընդունում են այս փաստերը եւ ի պատասխան դրան ասում են, որ պատրաստ են քննարկման։ Քննարկման համար կարծում եմ արդեն ուշ է, մեր առաջարկը եղել է հետեւյալը, ողջամիտ ժամանակով երկարաձգել եւ այդ ընթացքում փորձել խնդիրները լուծել։ Մենք տեսանք, որ Վրանում մինչև ապրիլի 15-ը հատկապես եղան բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում Արցախի ու Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Չկար մտահոգություն, որ կարող են այդ հանդիպումները պիտակավորվել, կարող են արցախցիների իրավունքների պաշտպանության համար պայքարը տեղափոխել այլ հարթակ եւ հետո ասել արցախցիներին օգտագործում են տարբեր հանրահավաքների համար եւ այլն։ Իրականում այնտեղ հանդիպումներ ենք ունեցել խորհրդանական ուժերի հետ, ովքեր խորհրդարանում են գտնվում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեն են տվել այդ մարդկանց եւ շատ կարեւոր է, որ բոլորը գիտակցեն, որ սա Արցախի ու արցախցիների խնդիրը չէ, սա համայն հայության խնդիրն է եւ մենք այդ իսկ պատճառով սկսել ենք հանրային լայն քննարկում, որովհետեւ իրենք եւս բարձրաձայնեն այն բոլոր խնդիրները, որոնց որ արցախցիները հանդիպում են։ Միևնույն ժամանակ մենք ունենք հստակ օրակարգ, որը որ ներկայացրել ենք բոլոր քաղաքական ուժերին, նրանց կողմից ստացել ենք դրական պատասխան, որ միայն աջակցություն լինելու է այդ օրակարգի շրջանակներում։ Այդ իսկ առումով մենք որևէ մտահոգվելու բան չունենք։ Ինչ տվեցին այդ խորհրդակցությունները, կլինեն քաղաքական ուժերի հետ, կլինեն տարբեր հանրային գործիչների հետ, որոշակիորեն հստակություն մտցրեցին հետագա գործողություններում։ Առաջին դրականն այն էր, որ քաղաքական ուժերը, խորհրդանական ուժերը, արտախորհրդանական ուժերը իրենց պատրաստակամությունն են հայտնել մեզ, ինչով որ կարող են աջակցել, դա կարծում եմ քիչ չէ, եւ օրվա մեջ հանդիպումներ ենք ունենում Հայաստանում ապրող մեր քույրերի ու եղբայրների հետ, ովքեր որ իրենց եւս աջակցություն են հայտնում արցախցիներին, կիսում են մեր բոլոր մտահոգությունները։ Այդ առումով հանրային լայն քննարկումը ես կարող եմ անվանել ստացված։ Իսկ ինչպես է ստացվում, որ հանրային լայն քննարկումից հետո ինչ որտեղ հայտնվել եք փակուղում, ինչպես դուք նշեցիք։ Չէ՞ որ հանրային քննարկումները պետք է նպաստեն նման իրավիճակներում իրավիճակի հանգուցալուծմանը։ Մենք մեր վերջին հանդիպման ժամանակ այդ ամենը ներկայացրել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, դիտարկումները քաղաքական ուժերի, արցախցիների բոլորի եւ ցավոք սրտի իրենց կողմից որևէ կառուցողական բան չի եղել այս առումով ես անկեղծ ասած չեմ հասկանում վրան ինչպես կարող է խանգարել մենք առաջարկել ենք հետեւյալը որ փորձագիտական խմբերի հետ հանդիպումներ ունենան մասնագետների հետ փորձեն այդ խնդիրները լուծել որից հետո վրանը կարող ենք հանել բայց իրենք պատրաստական չեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Իսկ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հիմնավորումները գոնե սոցիալական ծրագրերի առումով ինչպիսին են, որովհետև տեղյակ ենք, որ պահանջագրին միայն սոցիալական մասով են պատասխանել։ Ցավոք սրտի հանդիպումների ժամանակ մյուս 11 կետերի մասով նույնիսկ ունակ չեն լսելու, ցավալի է դա, երբ որ խոսում ենք հավաքական վերադարձի մասին, խոսում ենք
արցախցիների իրավունքների մասին, գտնվելով մեր հայրենիքում խոսել դրանց մասին ցավալի է իրականում եւ միայն պատրաստակամություն են հայտնել խոսել սոցիալական բլոկի վերաբերյալ, քանի որ դրանք հրատապ են, մենք մտածել ենք, որ առաջնային այս խնդիրները լուծելուց հետո միգուցե ձևաչափը փոխվի, բայց մնացած 11 կետերի առումով մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Դուք տեսնում եք երաշխիք կամ երաշխիքին նմանվող ինչ-որ մի բան, պատրաստակամություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակված է վերանայել ծրագրերը, թե ավելի շատ տեսնում եք, որ հակված են վրանը ապամոնտաժել։ Այն ինչ որ ունենք իրականության մեջ անձամբ ինձ համար ընդունելի չէ, որովհետև 1 ամիս է մենք վրանում ենք եւ այդ 1 ամիսը կարծում եմ այն ժամանակն է, որտեղ կառավարությունը կարող էր որոշակի խնդիրների լուծման հասցնել, բայց նորից եմ ասում, որ իրենց կողմից այդ պատրաստակամությունը չենք զգացել եւ եթե լինեին երաշխիքներ, վստահեցնում եմ ձեզ, որ արցախցիները 1 ժամ առաջ ապամոնտաժեին, մենք ստիպված էինք գնալ այդ քայլին, քանի որ ասում եմ հազարավոր քաղաքացիներ կամ արտագաղթելու են կամ հայտնվելու են դրսում։ Մենք տեսանք, որ սոցիալական մեդիայում կան նաև հարցումներ։ Կողմ եք վրանը ապամոնտաժել 2 ամսվա աջակցության դիմաց, թե հակառակը։ Արդյոք սա այս հարցումների հետ կապ ունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը եւ առհասարակ արդյունքներին տեղյակ եք, ինչ է կատարվում։ Նախ կարծում եմ տվյալ անձը պետք է խորհրդի հետ համաձայնեցներ նոր նման հարցադրմամբ իր սոցիալական էջում տեղադրել, քանի որ հարցադրումը ինքնին ճիշտ չէ, ձևակերպած, մենք երբևիցե չենք արել այնպիսի քայլեր, որ ցույց տանք, որ այսինքն կառավարության կողմից եթե 2 ամիս եւս երկարաձգվում է, մենք վրանը հանում ենք։ Գիտեմ ում մասին եք խոսում, առաջիկայում հանդիպում ենք կազմակերպելու եւ փորձելու ենք հասկանանք այդ քայլերով ուր են տանում։ Որևէ մեկը որևէ բան ծածուկ չի անում, համենայն դեպս Արցախցի հանրային գործիչների շրջանում եղել են նման հարցումներ, որն է լինելու հաջորդ քայլը։ Այսինքն, եթե չեմ սխալվում, մարտի 29-ին արդեն խոսվում էր ավելի մեծ հանրահավաքի մասին, ավելի հստակ քայլերի մասին, այս պահին որն է խորհրդի հաջորդ քայլը։ Ցավոք սրտի կան անձիկ, ովքեր զբաղված են պառակտելով, սա ամենավտանգավորն է, քանի որ այս պահին արցախցիները պետք է լինեն համախմբված, սա բոլորիս խնդիրն է, համայնայնության խնդիրն է։ Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա գործողություններին, մենք այսօր ուղարկելու ենք գրավոր մեր առաջարկությունները փոխվարչապետի գրասենյակին, կլսենք իրենց դիտարկումները, առաջիկա 2-3 օրվա ընթացքում հստակ կերևա ինչ ճանապարհով է գնալու խորհուրդը։ Վրանում տեղի ունեցած հանդիպմանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նշեց, որ պատրաստ է այդ գործում ներդնել նաև Արցախի ներկայացուցչության հնարավորությունները, ստեղծել պայմաններ, որ խորհուրդը աշխատի, եթե վրանը մնում է, բայց խորհուրդը աշխատում է պայմանական գրասենյակային պայմաններում, այս դեպքում ստացվում է գործակցություն, թե բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախապայմանը մնում է նույնը։ Սա մեր հերթական հանդիպումն է նախագահ Շահրամանյանի հետ։ Առաջին իսկ օրվանից ստացել ենք իր աջակցությունը եւ ցավոք սրտի նորից շեշտում եմ այդ բառը, կառավարության կողմից պատրաստ չեն վրանը մնալու եւ զուգահեռ փորձագիտական խմբերով աշխատելու, բայց հաշվի ենք առնելու նախագահի այդ առաջարկը, դուք տեսնում եք ինչպիսի պայմաններում են մարդիկ աշխատում, եթե առաջիկայում անհրաժեշտություն լինի, մենք սիրով կընդունենք այդ առաջարկը։ Հաջորդ քայլի մասով դեռ որոշում չունեք։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում մենք կհայտարարենք կամ գնալու ենք հանրահավաքի եւ հստակ գործողությունների, եթե կառավարության կողմից, այսպես ասած, կառուցողական որևէ դրսևորումներ չնկատենք։ Եթե նկատենք, մեծ սիրով մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատելու եւ բոլոր խնդիրներին միասին լուծում տալու։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։
Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Արցախի երիտասարդական թեւ հասարակական կազմակերպության նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանի հետ։ Կհանդիպենք։